Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում կիսվել էր դստեր՝ Զաբելի մասնակցությամբ ջերմ հոլովակով։ Հատկանշական է նշել, որ Սիրուշոն շարունակում է ցույց չտալ դստեր դեմքը։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Սիրուշոյի ինստագրամ հարթակի աշխատանքային գործունեությանը վերաբերվող հոլովակները հաճախ միապաղաղ են։ Սակայն երեխաների մասնակցությամբ հրապարակումները կոտրում են այդ միապաղաղությունը և մեծ արձագանք ստանում հետևորդների շրջանում։ Երգչուհին բազմիցս ցանկացել է ցույց տալ ոչ այնքան երեխաներին, որքան այն, թե ինչպես է դաստիարակում նրանց և զարգացնում լավ որակները։ Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է որդիներից Միքայելին, ում ջերմորեն միշ են դիմում, երբ նա թաքստոցում նստած գիրք է ընթերցում։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Միշ, Ինչ? ինչ ես մտել այդտեղ կարդում։ Նկարում ես, բայց ոչինչ։ Քարում եմ, բա ինչ եմ անում։ Միշ, ուր ես մտել։ Ինչ ես հիմա տալիս, խոստացիր, որ կպահես, քանի 100 տարի ինձ էր, որ կպատահի։ Հերթ։ Բերնիր, որ չկոտրվի։ Քուսնել շատ սիրուն է, որն ես դու արել, որը ռոբը։ Ես համարել ես, Զաբելն արել ես, Ռոբն արել ես, ես համարել շարունակելու եմ, ես համարել անում եմ։ Սիրուն է կարել Միշ։ Սոցիալական հարթակ Այդ առաջինը մենակ մի հատը սաներին հետևի, հետո կշկում։ Տեսանան ես ծավետը, հոտ կաշի։ Միշ։ Իմ համարը։ Հա։ Thank you, Միշկոմ։ Շնորհակալություն։ I love you too։ Ինչ ես որոշել ծաղիկ առնես։ Ուզում եի քեզ նվեր անել։ Մերսի շատ, բայց ինչի տենց մտածեցիր։ Տեսնեմ։ Ինչի տենց մտածեցիր, մի հատ կասես։ Որտեվ դու ամենալավ մաման ես ուզելու քեզ նվեր անել։ Երգչուհին վերջերս ինստագրամի իր էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ պատմել էր, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը։ Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ, իմ մասին են։ Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով։ Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի, կամ այդպիսի ինչ-որ մի բան։
Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին, ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից։ Մենք էլ այն տարիքում ենք, որ ամեն մեկն իր ոճով ճանապարհով էր անցնում։ Լսում էի իրենց պատմությունները, հետո այդ տպավորություններով նստում գրում էի։ Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել եւ հետո երգի վերածել։ Հայաստանի երկրորդ նախագահի որդին, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը խոստովանեց, որ իր կինը երգչուհի Սիրուշան ազդում է իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա եւ ոչ միայն։ Լևոնն ասում է, որ Սիրուշան լավ երաժշտություն է սիրում եւ երբեմն խորհուրդ է տալիս իրեն, թե ինչ լսի։ Լևոնին նաև դուր են գալիս նրա կատարումները։ Չի կարող ասել, թե Սիրուշոյի առաջին եւ ամենահավատարիմ երկրպագուն է, քանի որ նրա երկրպագուների շարքում կան մարդիկ, որոնք իրեն չեն ների այդ խոսքերի համար։ Ոմանք ասում են, որ ես օգնում եմ նրան։ Դա շատ վիրավորական է, որովհետև այդպես չէ։ Նա այնքան ինքնուրույն է բոլոր հարցերում, այդ թվում ֆինանսական, գործնական եւ այլն։ Ես հպարտանում եմ նրա գործունեությամբ, ինձ դա շատ է դուր գալիս, ասել էր երգչուհու ամուսինը։ Լևոնը վստահաբար ասում է, որ իր կնոջ համար առաջնահերթ են ընտանիքը եւ երեխաները։ Նա հավատացնում է, որ երգչուհու հետ ընտանեկան կյանքն այնքան բարդ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Հաճախ ստացվում է համատեղել աշխատանքը, հանգիստը եւ ընտանեկան գործերը։ Լևոնն ու Սիրուշոն ծանոթացել են 2001 թվականի հունիսին ջրաշխարհում, որից հետո կրկին հանդիպել են Սևանում։ Մաֆիա խաղալուց հետո Լևոնի մոտ զգացմունքներ են ծնվել։ Քանի որ Սիրուշոն արդեն հայտնի երգչուհի էր, Լևոնին չի հաջողվել հաճախակի հանդիպել նրան, եւ նա ստիպված է եղել պարզել, թե որտեղ է Սիրուշոն, որպեսզի ճակերտավոր ասված պատահական հանդիպումներ կազմակերպի։ Ես անցել եմ ամբողջ ավանդական ուղին, որով անցնում են սիրահարված հայ տղաները։ Գնացել եմ նրանց դպրոց, մասնակցել հարաբերություններ պարզելուն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա հասել ենք այս կետին, անկեղծացել էր նա։ Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ընկերություն են արել դեռ պատանեկությունից, երբ քաղաքի բոլոր անկյուններում քննարկվում էին նրանց իրավեպի մասին խոսակցությունները։ Սիրուշոն եւ Լևոնը հնարավոր բոլոր տարբերակներով փակ էին պահում անձնական կյանքը։ Միայն տարիներ անց նրանց պատանեկության տարիների լուսանկարներն առավել լայն տարածում գտան։ Սիրուշոն եւ Լևոնը ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին։ Նրանք այժմ ունեն 2 որդի եւ 1 դուստր։